Աբովյան համայնքի բնակավայրերում շարունակվում են ճանապարհների բարեկարգման, անհրաժեշտ կոմունիկացիաների կառուցման եւ ներհամայնքային մայթերի հիմնանորոգման լայնածավալ շինաշխատանքները։ Ներհամայնքային մայթերի ասֆալտ-բետոնե ծածկով հիմնանորոգման աշխատանքների շրջանակում 35% կառավարության եւ 65% համայնքի ֆինանսավորմամբ ամբողջովին բարեկարգվել են Առինջ բնակավայրի Մաշտոցի փողոցի մայթերը։ Կատարվել են հին ծածկույթի քանդման, հիմնանորոգման, փողոցի երկու կողմով շուրջ 3500 քառակուսի մակերեսով ասֆալտապատման աշխատանքներ։ Փոխարինվել են եզրաքարերը, շուրջ 2200 գծամետր երկարությամբ տեղադրվել են նոր բազալտե եզրաքարեր։ Մայթերի բարեկարգման ծրագիրն իրականացվել է հաշվի առնելով Գլխավոր եւ Բանուկ փողոցի ակտիվ երթևեկությունը, անվտանգ պայմանների առաջնահերթությունն ու տնտեսական ազդեցությունը։ Աստանայում մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հանդիպումը։ Ղազախստանի նախագահի նստավայրում ակորդապալատում Հայաստանի վարչապետին դիմավորել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ղազախստանի նախագահի առանձնազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այս այցի առանցքային արդյունքը երկկողմ հարաբերությունների զարգացումն է մինչեւ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Վարչապետի խոսքով այս հենքի վրա կողմերը նոր լիցք կհաղորդեն հարաբերությունների զարգացման հետագա ընթացքին բոլոր ուղղություններով, քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, տնտեսական համագործակցության խորացող մակարդակ եւ իհարկե նաեւ հումանիտար ոլորտում գործակցությունը նոր դրսեւորումներ է ստանում։ Այսօր Աստանայում փողոցներից մեկն անվանակոչվեց հայոց գրերի հեղինակի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունով։ Սա նույնպես մենք ընկալում ենք որպես հարգանքի դրսեւորում հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ղազախստանի նախագահը միաժամանակ ընդգծել է վարչապետ Փաշինյանի անձնական ջանքերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման գործում, հավելելով, որ իր երկիրը հետեւողականորեն աջակցում է Հայաստանի եւ Ղազախստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Երևան-Աստանա ուղիղ ավիաչվերթների գործարկման, թվայնացման, ուսանողների փոխանակման ծրագրերի եւ այլ ուղղություններով փոխգործակցության հետագա զարգացման շուրջ։ Վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահին պետական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է։ Ինչպես Աստանայից հաղորդում է Armenpress-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը ասել է, որ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները նոր հնարավորություններ են բացում Հայաստանի եւ Ղազախստանի տնտեսական զարգացման համար։ Վարչապետն ընդգծել է, որ իր Աստանա այցի առանցքային արդյունքը Հայաստանի եւ Ղազախստանի հարաբերությունների զարգացումն է մինչեւ ռազմավարական գործընկերություն։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի կողմից պարգևատրվել է Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով ոսկե արծիվ շքանշանով։ Մեծ պատիվ է Կասիմ Ժոմարթ Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով ոսկե արծիվ շքանշանով, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահ է, որ Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրագործումը ոչ թե վտանգներ կամ խնդիրներ կստեղծի, այլ նոր հնարավորություններ կբացի Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Այս մասին Հայաստանի նախագահը հայտարարել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում լրագրողների հետ զրույցում։ Հարցին, թե կարելի է արդյոք արձանագրել, որ Թբիլիսիում փարատվել են այն մտահոգությունները, թե Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրագործումը կարող է ինչ-որ առումով նվազեցնել Վրաստանի տարանցիկ դերը տարածաշրջանում, նախագահը պատասխանել է. կարող եմ ասել, որ վտանգ չի լինի նրանց համար, նրանք որևիցե կորուստ չեն ունենա։ Ընդհակառակը Վրաստանի նշանակությունը ավելի է մեծանալու։ Եթե ստացվի այն ամենը, ինչի մասին խոսում ենք, այսինքն իսկապես սահմանները բացվեն, TRIP-ը իրականություն դառնա եւ սկսի աշխատել, նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի, ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի համար։ Դրանից հետո մենք բոլորս ինքներս մեզ քննադատելու ենք, թե ինչու նախկինում մենք չէինք օգտագործում այդ հնարավորությունները, նշել է նախագահ Խաչատուրյանը։ Նա հավելել է, որ Թբիլիսիում իր հանդիպումների ժամանակ վրացի պաշտոնյաներից նման մտահոգություններ չի լսել, նրանց մոտ անհանգստություն այդ հարցով չի նկատել։ Նա նաև հայտնել է, որ Վրաստանը պատրաստակամություն է հայտնել աջակցել տարբեր հարցերում, այդ թվում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման առումով։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Երևանի, Բաքվի եւ Մոսկվայի միջև կնքված եռակողմ հրադադարի համաձայնագրերը շարունակում են արդիական մնալ։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է շարունակել օգնել իր գործընկերներին փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու հարցում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Ակնհայտ է, որ այսօր եռակողմ համաձայնագրերը չեն կորցրել իրենց արդիականությունը։ Ընդհակառակը դրանք շարունակում են ձևավորել Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության գործընթացի ճանապարհային քարտեզը։ Մեր կողմից մենք պատրաստ ենք շարունակել մեր գործընկերներին տրամադրել այն օգնությունը, որը նրանց անհրաժեշտ է Հարավային Կովկասի երկրների եւ նրանց հարևանների շահերից բխող փոխադարձաբար ընդունելի լուծման հասնելու համար, ասել է Զախարովան շաբաթական ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով այդ ժամանակահատվածի իրադարձություններում Ռուսաստանի դերի մասին ՌԻԱ Նովոստի գործակալության հարցին։ Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ջանքերն ուղղված են տարածաշրջանում կայուն խաղաղության եւ բարգավաճման հասնելուն։ Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերի շնորհիվ է, որ Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվել է թե 2020, թե 2023 թվականներին։ Նոյեմբերի 20-ին Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն այցելել է Apple ընկերության Կուպերտինոյի կենտրոնակայան, որտեղ հանդիպում է ունեցել ընկերության միջազգային համագործակցության ստորաբաժանման ավագ տնօրեն Ջեյսոն Լունդգարդի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպանը ամփոփ ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված Հայաստան-Միացյալ Նահանգներ արհեստական բանականության եւ կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչպես նաեւ Հայաստանի տեխնոլոգիական միջավայրի առավելություններն ու ներդրումային հնարավորությունները։ Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները եւ Apple-ի կողմից Հայաստանում գործունեություն ծավալելու նախադրյալները։ Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Apple-ը առաջիկայում պատվիրակություն կգործուղի Հայաստան ուսումնասիրելու ընկերության հնարավոր գործունեության ընդլայնման ուղղությունները։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Լունդգարդին Apple-ի առաջին կրթական ծրագիրը հայկական ստեղծարար տեխնոլոգիաների քոլեջում գործարկելու համար։ Կողմերը ընդգծել են կրթական ծրագրի ընդլայնման ուղղությամբ շարունակական աշխատանք կատարելու իրենց պատրաստակամությունը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է զարգացման ֆրանսիական գործակալության Հայաստանի նորանշանակ ծրագրերի պատասխանատու Մարին Լեգարդին։ Պեկից հայտնում են, հանդիպման ընթացքում պետնախագահը բարձր է գնահատել գործակալության հետ համագործակցության շրջանակում արդեն իսկ առկա ձեռքբերումները եւ հույս հայտնել, որ կշարունակվի ակտիվ համագործակցությունը։ Քննարկվել են հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը միտված նոր տեխնիկական աջակցության կարիքներն ու հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, կարևորելով խաղային գործունեության բարելավման ուղղությամբ տրամադրվող աջակցության շարունակականությունը, կրիպտոարժույթների եւ բլոգերների հարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը, մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում կարողությունների զարգացումը, ինչպես նաեւ հարկ վճարողների սպասարկման բարելավման նպատակով նորարարական տեխնոլոգիաների ներդրումը։ Անդրադարձ է կատարվել նաեւ քաղաքականության վրա հիմնված վարկավորման հնարավոր սպասվելիք ուղղություններին, ներառյալ պետք հարկային եւ մաքսային նոր ռազմավարությունների շրջանակում։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև հարկ վճարողների իրազեկման ուղղությամբ իրականացված աշխատանքները, այդ թվում եկամուտների տարեկան հայտարարագրման գործընթացի շրջանակում կատարված միջոցառումները։ Ավարտվել է Հայաստանի Հանրապետության պատվիրակության այցը եւ մասնակցությունը Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ընթացող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 30-րդ հանդիպմանը COP30-ը։ Այս մասին գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, շնորհակալություն հայտնելով գործընթացում ներգրաված բոլոր գործընկերներին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանին, ինչպես նաև նախարարության եւ միջազգային գործընկերներին։ Այս օրերին հագեցած օրակարգով մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցանք, տարբեր երկրների պատվիրակությունների հետ բարձր մակարդակի միջոցառումներին ներկայացրեցինք 2026 թվականին Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի COP17-ի օրակարգը, մեր երկրի տեսլականը եւ նախաձեռնությունները։ Այցի շրջանակում ստորագրվել են մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք նոր հնարավորություններ կբացեն ապագա համագործակցությունների համար, գրել է նախարարը։
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 20-ից 21-ին համաձայն որի բացահայտվել է 156 հանցագործության դեպք, որոնցից 6-ը նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։ Գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրության համաձայն անցած 1 օրում գրանցվել է 16 ավտովթար, 1 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածք։ Հանգստյան օրերից ի վեր Վիետնամի կենտրոնում անդադար անձրևների և ջրհեղեղների հետևանքով զոհվել է առնվազն 41 մարդ։ Այս մասին հայտնում է BBC-ն, վկայակոչելով այդ երկրի պետական լրատվամիջոցների հաղորդած տեղեկությունները։ Երկրում շարունակվում են 9 անհետ կորածների որոնումները։ Ըստ աղբյուրի ջրի տակ են անցել ավելի քան 52,000 տուն, կես միլիոն տնային տնտեսություն և բիզնես մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Վերջին 3 օրերի ընթացքում մի քանի շրջաններում տեղումների քանակը գերազանցում է 1,5 մետրը։ 5 ոտնաչափ, որոշ հատվածներում նույնիսկ գերազանցելով 1993 թվականի ջրհեղեղի ռեկորդը 5,2 մետրը։ Ամենաշատը տուժած շրջանների թվում են Հոյ-Ան և Նհա-Տրանգ ափամերձ քաղաքները, ինչպես նաև կենտրոնական բարձրավանդակներում սուրճի արտադրության կարևոր գոտին, որտեղ ֆերմերները արդեն իսկ տուժել են նախորդ փոթորիկների պատճառով բերքահավաքի դադարեցումից։ Վերջին ամիսներին Վիետնամը զգալիորեն տուժել է բնական աղետներից։ 2 թայֆուններ մի քանի շաբաթում հաջորդել են միմյանց։ Դրանք բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ են դարձել։ Կառավարության գնահատականներով այս տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վիետնամում տեղի ունեցած բնական աղետները 2 միլիարդ դոլարի վնաս են պատճառել։ Լուվրի տնօրենը հայտարարել է, որ թանգարանում շուտով կտեղադրվեն անվտանգության նոր տեսախցիկներ և ներխուժումից պաշտպանող համակարգեր։ Եվրանյուզի հաղորդմամբ Լուվրի թանգարանի տնօրեն Լորենս Դե Կարը նշել է, որ մոտ 100 նոր տեսախցիկներ կգործարկվեն մինչև հաջորդ տարվա վերջ, իսկ ներխուժման դեմ պաշտպանիչ համակարգերը կտեղադրվեն 2 շաբաթվա ընթացքում։ Նրա գնահատմամբ այս համակարգերը կկանխեն ներխուժողների մոտենալը թանգարանի շենքերին, բայց հրաժարվել է մանրամասներ։ Ըստ Լուվրի տնօրենի, նոր հսկողության տեսախցիկները կապահովեն թանգարանի շրջակայքի լիակատար պաշտպանությունը։ Շոկից, հույզերից, գնահատականից հետո ժամանակն է գործել աշխարհի ամենաշատ այցելվող թանգարանում, ասել է նա։ Նրա խոսքով սա իրականացվող ավելի քան 20 արտակարգի միջոցառումների մի մասն է, այդ թվում թանգարանում անվտանգության համակարգի պաշտոնի ստեղծումը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին հողերին 8 րոպեից էլ պակաս ժամանակ է պահանջվել վերելակով պատուհանից մտնելու Լուվրի Ապոլոն պատկերասրահ և 88 միլիոն եվրո արժողությամբ գանձեր գողանալ։ Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռում, որի հետևանքով զոհվել էր 20 զինծառայող, փորձագետները պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Սաբահ թերթը հղումանելով ժանդարմերիայի դատաբժշկական լաբորատորիայի զեկույցին։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ նոյեմբերի 11-ին Վրաստանում կործանվել է տրանսպորտային ինքնաթիռը։ Վթարի հետևանքով զոհվել է 20 զինծառայող։ Թուրքիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ հետաքննությունը տարվում է առավելագույն զգուշությամբ։ Թերթի տվյալներով փորձագետները ինքնաթիռի բեկորների համապարփակ վերլուծություն են անցկացրել։ Ժանդարմերիայի հանցագործության լաբորատորիան նույնպես զեկույց է պատրաստել ռազմական տրանսպորտային ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Սաբահի կողմից ստացված տեղեկությունների համաձայն փաստաթղթում նշվում է, որ հետաքննության ընթացքում պայթուցիկի հետքեր չեն հայտնաբերվել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ գրել է թերթը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, հանրապետության մարզերում նոյեմբերի 23-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին, Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, քամին հարավարևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ից 23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-ից 3 աստիճանով։ Մնացած շրջաններում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։